Ալավերդին Լոռու մարզի քաղաքներից մեկն է։ Տարածքում ոչ միայն բնությունն է շռայլ գտնվել, այլև ճարտարապետների երևակայությունը։ Այս տեսանկյունից առանձնանում են Սանահինի եւ Հաղպատի վանքերը, որոնք մշտապես զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում են եւ ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության։ Ալավերդին հնուց հայտնի է որպես Ալվերդ, որը բառացի նշանակում է կարմիր քար։ Կարմիր գույն ունի դեռևս մեր թվարկությունից առաջ երկրորդ հազարամյակից Ալավերդի շրջակայքում արդյունահանվող բարձր որակի պղինձը, որի արդյունահանման անհրաժեշտությունը ուղիղ համեմատական է շրջակա միջավայրի աղտոտմանը։ Բնաշխարհը եւ այնտեղ ապրող մարդիկ ոգեշնչման նյութ են դարձել Թումանյանի բազմաթիվ ստեղծագործությունների համար, սակայն թումանյանական ժամանակներից շատ բան է փոխվել։ Հերոսներն ու միջավայրն են այլ։ Լոռու ձորում այժմ սավառնում է ոչ միայն թումանյանական գրականության ոգին, այլև գործարանային թունավոր նյութերով լեցուն ծուխը։ Թումանյանի հերոսները Դեբեդն էին նետվում, խելագարվում գետի կիրճում։ Այսօր էլ Դեբեդը խնդիր է ներկայացնում հարակից շրջանների համար, ոչ այնքան հոգեբանական, որքան բնապահպանական։ Հավերժ փրփրող Դեբեդն էլ այժմ հառաչում է իր մեջ հայտնված աղբի կուտակումներից։ Եվրամիության կողմից ֆինանսավորվող եւ վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող սոցմշակույթ ծրագրի սաները մտահոգված են բնության պահպանության, օդի, սննդի եւ առհասարակ միջավայրի աղտոտվածության հարցով, ասել է իրենց ապագայով։ Դորս իսակում որ հիմալներ հաստատ աղբից կգժվեն ոսկե։ Հաստատ։ Այդ անգամ ես ու աղբաբներ գնացինք, հասարակ ժողովրդից հարցրինք, մի բան էլ իրանք են մունատ գալի, որ խիճտ ենք թափի, բայց դա աղբանոցների հենց իրան շենքի կողն էր դրած, բայց տանում են Դեբեդն են լսնում։ Աղբաման չկա, նրանք ստիպված գետն են լսում։ Ընկերն ասանում է այդտեղ դնել տենց այդտեղ շատ հավաքեն ու երբ որ ուրիշ տեղ կամ դիմեն քաղաքապետարանի տանեն շատ են դիմել դա նրանք չեն դիմել յուղ են գնացել տրակտոր են կայնացնում մեջը լցնում ամիսը մի անգամ ոչ թե տանում են մի հատ հեռու տեղ այ իջնում են օրինակ գյուղի տակը այնտեղ դատարկում Թափելու տերկամադան ատակին ասենք, բան մեկ թափել։ Առաջ դե ես նոր աշխատող եմ, չգիտեմ որտեղ են թափում, բայց հետ աղբի տեղ են սարքեն հատուկ աղբի տեղ բան մեկ թափում։ Ալավերդի քաղաքից ոչ հեռու աղբանոց է բացվել, բայց իրավիճակը առանձնապես չի փոխվել, քանի որ մարդիկ շարունակում են աղբը նետել գետը, ոչ միայն վերահսկողության բացակայության պատճառով, այլև նախկին սովորության համաձայն։ Խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է առաջին հերթին հենց պետական աշխատողներին չթույլատրել, որ աղբը գետը նետեն։ Սոցմշակույթ ծրագրի սաները մեկ անգամ չէ, որ տեսել են օրենքի խախտում հենց օրենքի ներկայացուցչի կողմից։ Մոտավորապես աղբի 40-ից 50%-ը բնակիչները թափում են ու հիմնականում շինարարական աղբի Դեբեդ գետը։ Բայց քանի որ հիմա արդեն ունենք լիցենզավորված աղբավայր, արդեն այդ խնդրից մենք ձերբազատվել ենք։ Հիմա մեր գետի մաքրման ուղղությամբ առաջի խնդիրը երևի թե կոյուղաջրերի մաքրման հարցն է, որից հետո նոր մենք կարող ենք անդրադառնալ արդեն հաջորդ խնդիրներին։ Դեբեդի աղտոտվածությունը ոչ ֆիլտրած կոյուղաջրերի արտահոսքի արդյունք է, ինչպես նաև գետի մեջ կենցաղային կոշտ թափոնների և արդյունաբերական աղբի ուղղակի արտանետման հետևանք։ Բայց քաղաքին սպառնում է մեկ այլ չարիք, որը պատկանում է վտանգավորության առաջին դասին, այն է պղնձի արդյունահանումը։ Արդյունաբերության մասով ես նշեմ, որ նրանց թափոնները նույնպես չեն ֆիլտրացվում մինչև գետ թափվելը ու հիմնականում մեր խնդիրը եղել է նախ առաջինը ծխնելույզի հարցը։
Նոր ծխատարը նախկինից 300 մետրով բարձրացրել են, քանի որ նախորդ ծխատարի պատճառով հարակից տարածքում ուղղակի անհնար էր շնչել։ Բայց դա բերել է նաև նոր վնասներ։ Ծխից անմիջական ազդեցություն են կրում նաև հարակից բնակավայրերն ու անտառները։ Ալավերդիում այսօր սովորականից ավելի հաճախ հանդիպող չարորակ ուռուցքային, հոգեկան, սրտանոթային հիվանդությունները ըստ մասնագետների պղնձամոլիբդենային հանքարդյունաբերության հետևանքներն են։ Իսլատեն որ թափում էր, անգամ շորը որ փռում ենք, սաղ վառում էր, ընգնում էր վրեն, կամ չուքի հակած էր, գնում էր միտեղ, ամբողջ ծակվում էր, էց էր, այն ժամանակն ես գազեր չենք կարում դուրս գանք, խեղտվում ենք, տրուբեն մոթոն թե երկարացրել են, բայց թե էլի գալիս, եթե գիշերը քնած ենք գնում, դուրը բաց ենք, դուրը բացա, էլի պատուհանից գալիս է, խեղտվում եմ, ենքան հազվում եմ, ասում, աղջի էլի գազա, ամանիք ճա գազա, էլի, ենքան հազվում եմ։ Այն սենյակի դուրը բաց չեմ անում բալկոնի, այդ կյանքով ենք ապրել, ինչ կյանք ենք տեսել։ Մի փոքր թվաբանություն, որը պետք է սթափեցնի մեզ։ Ալավերդու պղնձաձուլական գործարանի կողմից մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի գրեթե 100%-ը քաղցկեղածին ծծմբի երկօքսիդ է, որի տարեկան արտանետումները մոտ 11 անգամ գերազանցում են սահմանային թույլատրելի սանդղակը։ Պղնձաձուլարանի տարածքը 3 կիլոմետր շառավղով վարակված է ծանր մետաղներով, որոնց պարունակությունը 20-ից 40 անգամ գերազանցում է ընդունված թույլատրելի խտությունը։ 32.3 անգամ բարձր է պղնձի և 16 անգամ կապարի բաղադրությունը։ Ահա թե ինչպես է տեղի ունենում շրջակա միջավայրի թունավորումը։ Ծծմբի երկօքսիդը մթնոլորտում անձրևաջրի կամ մթնոլորտի խոնավության հետ լուծվում է, դառնում է ծծմբական թթու, որը նստում է տերևի վրա, փակում է տերևի հերձանցքը, որով տերևը շնչում է, և եթե երևույթը շարունակվում է, ապա 1-2 տարվա ընթացքում արդեն ծառը կամ թուփը չորանում է և մահանում է։ Դեբեդի կիրճում հանգիստ եղանակներին տեղի է ունենում վնասակար, մասնավորապես ծծմբային միացությունների նստեցում, և շրջակա հողերը ենթարկվում են գազային էրոզիայի։ Օրվա որոշակի ժամերին գործարանից արտահոսող նավթանման այս հեղուկը լցվում է դեբեդ։ Իսկ ջրվեժ հիշեցնող այս ջրերն իրականում Ալավերդիի գլխավերևում գտնվող Սարահարթ թաղամասի կոյուղաջրերն են, որոնք հասնում են դեբեդ ու Որ սարճման զբոսաշրջիկները տակը կայում նկարվում են որպես գեղեցկություն։ Դու ամառը չի նկարվում։ Ամառը չէ հոտից, հոտիկ չեն կարողանում։ Չէ, կերվասուն ես մարդիկ ես տեսել եմ, որ մեննատին նկարում են, ես գիտեն չոտքի սիրուժ ջուրա։ Ջրվեժա չէ խոսքը։ Կեղտո ճով չես կարում ոռոքես։ Կարած ոռոքես, բայց բուսականությունը պիտանի չի լինի։ Բուսականությունը վնասում է։ Բայց Գյորգին իշտացա, որ ոռոքում է գյուղի համարը բնության ջրելու համար ու նրանք նայած տեղեր օգտագործեն ուրիշ գործերի համար։ Բայց կեղտո ջրով գործանի թունավոր ջրով ջրես մրգերն են արդեն թունավոր կան։ Ջրերը մաքրված չեն լցվում դեպետ գետը, չունենք որևէ տեսակի ֆիլտր տեղադրված, որպեսզի կոյուղաջրերը մաքրվի նոր թափվի դեպետ գետը եւ ոչ մի աշխատանք մինչ այսօր նշված հարցի ուղղությամբ չի կատարվել, քանի որ դա կապված է մեծ ֆինանսական ներդրումների հետ։ Ես նշեմ, որ Ալավերդի համայնքը ոչ այսօր, ոչ մոտ ապագայում նշված ֆինանսական միջոցներ չի ունենալու եւ մենք մեծ հաճույքով կաշխատենք դոնոր կազմակերպության հետ, եթե լիներ այդպիսի կազմակերպություն, համագործակցության թեկուզ ներդրումի արդյունքում քաղաքապետարանը եւս կատարեր ներդրում եւ նշված հարցը լուծեր։ Դեբեդը հայտնի է եղել նաև իր ձկնատեսակներով, որոնց քանակը թունավոր նյութերի առկայությունից էականորեն նվազել է, իսկ գոյություն ունեցող ձկները ենթարկվել են գենետիկ փոփոխության։ Իրենից ջրան, ասա դգներեն բռնում։
Քանի կիլանոց։ Ամենամետ բրել եմ 4 կիլո 100 գրամ, 67 սանտի, կրմրախայ։ 60-ական թվերին գնում էի Կալինիդո, մի քիշեր մահամնա միշուկ կկենում էի, 20 կիլո կրմրախայ էի բրնում։ Ձկներն էլ թույնավորում են ու մենք է բռնում ու մենք մարկացե դա է թույնավորում։ Նոմի որ բացենան լրի ջուրը դիխտոյը ոնը։ Գեսը։ Գեսի չէ նա այն ջուրն են բացան գոլկա էլի, Ստեփանավան ես գնում են հաշում են մի բան կա, խաչկա, խաչոքի իջում ես խաչիներ կներ դոլա կապած։ Ջանգը ջուրա էլի։ Նույն կոյողաջրի չես դու ուտում։ Այդ ձուկը։ Կոյողաջուրը թափում է դեպետը։ Ու ձուկն էլ այդ ամենը մարսում է, չէ՞։ Ու դու նե ձուկանես դու, այսինքն դու կոյողաջուրը խմես։ Մեր հասարակ ժողովուրդը լուբոյ մարդն էս մարդ կա, որ հենց այդ ձկնով ապրում, որ հենց ինքը հանում է կամ ուտում է կամ վաճառում։ Դու չես բռնում ուրիշ տապրոն տանում են նույն ռեստորան տան դու ես գնում ուտում այդ ձուկը։ Այդ ձուկը դու ես գնում ուտում ու թույնավորվում։ Այդ ձուկը դու ես ուտում թույնավորում, հետո Համոզվում ես, չէ՞ որ դեպետ աղտոտված է։ Պապա համոզեցի։ ասենք թե չէ համոզած։ Համոզեցի։ Այն լոռու ձորն է, որ հանդիպակաց, ջիարերը խորունք նոթերը կիտած, դեմարդեմ կանգնած համառ ու անթարթ հայացքով իրեն նայում են հանդարտ։ Նրանց ոտքերում գազազած գալարվում է գիժ դևբետը մոլի։ Խելագար թռչում քարերի գլխով, փրփուր է թքում անզուսպ երախով, թքում ու զարկում ժեռու տափերին, փնտրում է ծաղկած ափերը հին ու գոռում գիժ, վաշվիշ, վաշվիշ։